Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, այսօր մայիսի 21-ն է դեռ մեր մոտ, ուրեմն նայում եմ քարոզարշավը Նիկոլականների, Նիկոլի եւ Ռոբիկի։ Ուզում եմ ամփոփ անդրադառնամ, որովհետեւ հնարավոր չէ չանդրադառնալ։ Նախ միշտ դրան ասել, խփում ես վեկալեք հեռախոսետ Google Map-ը կոչում իշ գրողը ցավը կոչում, խփում եք Տիգրանակերտ, նախ բերում է Քյարքի ու ցուցատալի արդեն Ադրբեջանի կազմի մեջ։ Քյարքին էլ գնաց Ադրբեջանի կազմի մեջ, եթե սրանք վերարտադրվեն։ Այսինքն Նիկոլականները եւ Ռոբիկականները։ Անես որ այդ տարածքի Արտաշատի Վեդու Արարատ ժողովուրդը ջանները յուղեն, եթե հանկարծակի Նիկոլն եկավ, ինչ անելու ձեր հետ։ Չնայած ես ինչի վրա եմ զարմանում, այսօր նայում եմ Արտաշատ, սա դպրոցական երեխեքին, Վեին Արտաշատ, Թոք Արտաշատ, իրանց անսուն դպրոցի դիրեկտորներով, իրանց մարմնավաճառ ուսուցիչներով լցել են Նիկոլի միտինգի, որ մարտականակ երևա դասի ժամին։ Աբսուրդ, դասի ժամին։ Ու ամեն հետաքրքիրն է, որ մի հատ կնիկ ասում է, ինչ ասեմ, ես բանը ворսիներիցս մեկը զոհվել է, Նիկոլին ասում, շատ շնորհակալ եմ, դու խաղաղություն բերիր։ Ուզում եմ փքեմ այդ կնգակի տուփի մեջ, ասեմ ափսոս է երեխեն, որ քոնն է եղել եւ զոհվել է։ Դու մայր կոչվելու իրավունք չունես։ Դու շարքային պորնիկ ես։ Անկախ նրանից երեխետա զոհ է, դու պիտի զոհվեիր։ Դու կթոկով, որ մի հատ էլ ասում ես շնորհակալ եմ, էնել ձեռը տապաչեմ։ Դրոտ պիտի պաչեր, ոչ թե ձեռը։ Ես չեմ կարող տարեմ նման ծնողին, ինչ խաղաղություն ա բերե, ինչ խաղաղություն ա բերե, տկետ կթուկով։ Մյուսը, Քոչարյանը, Պապիկյանն էլ հելելա ընդեղ բանինա գրլն, տաշիրին, ասում է տղերքդ բանակ չենց, արա, դու խոմնդիմաղի պատգամավ որ չես, այ ուսուցչուհի, դու պաշտպանության նախարար ես, տղաչեմ, տա բանակ, քրական գործ հարուցի հացաբուրկեղենի վրեն, մյուսի վրեն, դատի, բաց մեզ դասալիկը պետի դատված ծլի, չի դատված, դու ես, դու պաշտպանության նախարար ես, ուսուցչուհի բոզի տղա, դատի, Քչես դատե, մտե եթերա, մտե ընդ տաշին ասում է քո տղեկը չեն ծառայ, փողը տղա ազատել է բռի դատի։ Աշակի տղուն բռի դատի, ովայի տղուն բռի դատի, դա տղեկին բռի դատի, պաշտպանության նախարար ես։ Դու ընդդիմադիր պատգամավոր չես, տավարի ծնունդ, հələ ասեն պալոգու կասանքից կապուրտուր։ Էդիկ մեկ, ասիկ կամ են բանը Նիկոլը, որ գնաց է Վազգենի արձանի դեմնաչոքը, այ բոզի տղա։ Հիմա որ Վազգենը սաղլներ, ուտենան որ դու Ղարաբաղ ես տվել, Կիրանց ես տվել, Բերձոր ես տվել, ասում ես Արցախը մերը չի, հիմա այդ Քյարքին ես ուզում տա, այդ չոքած պոզայով կշռեր վրեդ, էսի քամքով վրեն կշռեր, համիակ կավոր վրեն կշռեր, ինչ է դրա անունը, Արամի։ Իսկ մտում գնաց է չոքել եք Վազգեն եք իշը, հա, ընտրությունից ընտրություն, Վազգեն եք իշեմ, Ղարաբաղ եք իշեմ, այ քեզի բոզի տղեկի հավաքածու, Վազգենը շռի վրեդ։ Հիմա ասում եք քոչոին, հելե գնացել է եսի մաբարանա, եսի միջա, մի հատ եզվի, հելե ասում մի փրկիչը վերև մա, ասված, մյուս ասված են ասում դու ես տեղ, ենքան ոչխար ապահե, որ ինքն էլ ադարև ոչխար, ասում մի տղես էլ զոհվել է, մի հատ կթուկով ընդեղ էր, մի հատ էլ ոչխար ստեղ է, ասում մի տղես էլ բան եղել է զոհվել է, պատերազմին եմ կորցրել, քեզից էլ գոհ շնորհակալ եմ, Արադ ջան, այ ինքեր անուղեղ Քոչարյանը երբ եզդիներին վարշե հաշվի առել, կսենք տեղից, մեկ, երկրորդը, այդ հայակվե, մայակվե, կիրանց, միրանց, այ անասուն, մի անասուն էլ դու ես։ Հետո հիմա մեկ հանկարծ չմիացի ինքը եզդենի վիրավորում է, ես նույնը ձև ոսոր հայեն եմ վիրավորում, նույն ձև էլ նման եզում պիտի բան վիրավորեմ, որ ասում է մի աստվածը վերևն է, մի աստվածը ներքեն, Քոչարյանը ի՞նչն աստված։ Ես ինչ ես խոսում, բայց հասկացանք փող ես եկալ է։ Ընկեր ջան, հասկացանք ենքան ոչխար ես պահե, ուղեղը դրելա ոչխարի ուղեղ։ Բա դու բերում ես ասուն, հավատացալ մարդ եք, ասուն, համեմատում ես Քոչարյանի հետ, իսկ չքոնում դուք այ մարդ, դա չէ, Քոչարյանը հելելա, ելույթ անելն եմ, ուզում եմ անդրադառնալ Քոչարյանի ելույթին, ասում է բերեք մի օրինակ, որ իմ օրոք ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցվել են քերական գործեր։ Պատասխանում եմ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ ոչ մեկ չի պատասխանում։ Քո օրոք ընդդիմադիր գործիչներին եւ առհասարակ ընդդիմադիրներին Ռոբերտ Քոչարյան բոզի տղա գյուլում էին։ Չէին քերական գործառույթում գյուլում էին, կամ տանում էին քաղմար, սարքում էին հաշվանդամ։ Գզիրյանը,
Նազարյան Ներսիկը, Թանամյան Հովիկը, Կարապետյան Աշոտ Բոզի տղեն, որ կմպցնեին, Բաբախչոխյանը տանում էին, քաղմած այդ մարդիկ այդ մարդկանց, շինում էին հաշվանդամ, լուսամուտից էին գցում դուրս, ջարդում, փշում, հերը անիծը փռում էին արևի տակ։ Քո ժամանակ եղավ մարտի հարսակում եկեղեցու վրա։ Պատասխանում եմ Ընկեր Քոչարյան, իսկ ում մտքով կանցնել հոկտեմբերի 27։ Հələ մի հատ վիզիոն, սերի ժողովրդին գերուչի ժամանակ վիզիոն կա։ Մի հատ հələ նայեք հոկտեմբերի 27-ին Քոչարյանի դեմքի ժպիտը, էքստազն ու արգազմը, 7 դիակ օպերայի մեջ շարած, բերանը չէր փակնում, Կամիլ Խնձոր բերանը չէր մտնում։ Ուչասկովի գործը ասում էր, բացահայտի Բոզի տղա, բացահայտի քո սարքացնա։ Կամ ապրիլին 2004 թվականի ապրիլ մտեք YouTube դրածը Սիլվա Կապուտիկյանի նման բանաստեղծուհին Սուրբ Մեսրոպ Մաշտոց մեդալը հետ վերադարձրեց քեզ Բարամյան պողոտայի վրա խաղաղ ցուցարարներին ծեծի, ջարդի, հրի, սրի մտնելու համար։ Ում մտքով կասներ տեր բան Սիլվա Կապուտիկյան կամ Ես 1999 թվականին ծննդյանս 80-ամյակի արդիվ այդ ձեռքից ստացել եմ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշան։ Հետագա տարիներին Ռոբերտ Քոչարյանի ամեն մի ազգավնաս քայլի ժամանակ ցանկացել եմ ետ վերադարձնել այդ շքանշանը։ Ապրիլի 12-ի ողբերգական գիշերից հետո այլևս երկմտելու տեղ չի մնացել։ Ուստի ես խորին ցավով եւ Սուրբ Մեսրոպի հանդեպ անմեղ մեղավորի անորսալի զգացողությամբ ետ եմ վերադարձնում ստացածս շքանշանը։ Վազգեն Սարգսյանի մայրը, Գրետա Մայրիկը 18 օր եկավ նստավ քո դարպասների մոտ 18 օր սպարապետի մայրը։ Դու այդ կնոջը չընդունեցիր։ Մայրն է սպարապետի մերը 18 օր դարպասների մոտ նստած էր վիդեոները սաղ կա։ Քո նման բոզի սղեն այդ կնոջը չընդունեց։ Վազգեն Սարգսյանը սաղլներ ու մի պազար տենակ իամերը Բարամյան 26 դարպասների մոտ անտերի նման նստածա Ռոբերտ Քոչարյանին նման բոզի սղեն են անսնդարը չի տնում։ Են Քոչարյանին, ումը որ ապօրինաբար 1998 թվին բերին, կնքին, զորով, բրդին, շինին հանրապետության նախագահ ընտրակեղծիքներով։ Ինչի մասին ես դու խոսում, բոզի տղա, կամ ասում բանը Մարտի 1 խաղաղ ժողովրդի վրա Երևանի կենտրոնում պրոսպեկտի վրա Ղարաբաղի սպերած հերոսակախումբերը այդ Սպեցնազեն, Կանդալա, Մանդալեն, Շփոզի սղայը կրակեին, բացի անձեր ժողովրդի վրա։ Դրեք վիճոտ ժողովրդը նայ, ասում է հաջորդը մեր ինքնությունը հարվածի տակ են դնում, փակել են մշակույթի նախարարությունը։ Այդ դու ինքնություն ունես բոզի տղա։ Որ դու ինքնություն ունես Ռոբիկ Բա ինքնություն ունեցող մարդը այսօր Արցախ չի պահանջի, դու քո հայրենիքը չես հիշում, դու քո հայրենիքը չես պահանջի, բայց հակառակ ասում Թուրքին ճանապարհ պիտի տան, կա անցնի էթա, խի Հայաստանը պրախատոյ դվորա, հորդ գերեզմանը եթե հերել ունես, այդ Թուրքի մնաց Ղարաբաղ, տուն ու տեղը հայրենիքը, դու քո հայրենիքը չես պահանջում Թուրքից, փակեցիք պատմության էջը, Նիկոլի հետ ծախի գնաց, հիմա դու ասում ես թե դու
բանը անունի չէ, ինքնության մասին ես բանը խոսում, ասում եմ, այո, Նիկոլը Դավաճանը, ճիշտ ես ասում, Նիկոլը ամենամեծ Դավաճանը, ատա ես քո համաձայն եմ, բայց հաջորդ Դավաճանը դու ես, որովհետև դու, քո ֆրակցիայով, ու բանով Սերժի ֆրակցիայով 5 տարի պահեցիք ես բոզիտով իշխանությունը, պարլամենտական պետություն ենք մենք, որ սա կարողանալ Արցախը հանձնել, Բերձորը հանձնել, Տիրասը հանձնել, Աղավնոն հանձնել, ու հել հանձնում, իշտորիվ քեզ ու քո պատգամավորների։ Հիմա հենց ասում եմ, տեսեշին հենց, ասում եմ, բանը կոռուպցիայի դեմ պայքարում էին, տեսեք չպայքարեցին, ճիշտ ես ասում, եթե ես ճիշտ ասում, ատեղել եմ քոյ համաձայն, որտեղ եթե կոռուպցիայի դեմ պայքարեին, քո նման բոզից տղեն պիտի վաղուց արդեն դատված լիներ, ինչքան է որ հոգեկան ղախտի տղեն ըլեմ ելույթ անելը ասում է, Ռոբերտը դատելու է, Տաշիրը դատելու է, թալանել են, 8 տարի է, վարչապետ ես, բոզի տղա, դատի, Ռոբերտ Քոչարյան, հանխի շենքը, հանխի, Բրեժնևը տնի նավարից բենին, քոննա, Արշինի վեզբանկը քոննա, Toyota սերվիզը քոննա, Էրեբունի պլազան քոննա, Զվարթոտ օդանավակայանը քոննա, Հյուսիսային Բողոտայի բնակիչներին կարմիր բերետները, պարավ կնիկ, պիզա, երեխա, ծծկեր, մազերից բռած հավի շպրտին դուրս տները կանդին, որ Հյուսիսային Բողոտա սարքեց 0 փոխհատուցմամբ այդ ժողովրդին։ Բնականաբար, եթե Հայաստանում կոռուպցիայի դեմ դատ էին, դու, քո տղեն, քո պոռիկ հարցը, քո մուսկուլին, քո սեթոն պիտի դատված լինեին։ Այդ պապական հարստությունը ձեր հետ եք բերեն դերից։ Բաքսներս բերել է մեկի փոս պոռնիկ ասելով, Նիկոլականները, Ռոբիկականները, Նիկոլականները։ Ժողովրդին գժի տեղ տնելով, խափելով, ձեր իշխանությունը պահում եք։ Հիմա էլ ասում ես կոռուպցիայի դեմ, ով է խոսում, ես խոսում կոռուպցիայից։ Թուրքական սվիտորով էր եկե հակդ շորտ չկար, այ բոզի տղա, դու ես խոսում կոռուպցիայից։ Հիմա Ամերիկայում սեփականություն ունես, Եվրոպայում սեփականություն ունես, Հունաստանում սեփականություն ունես, Դուբայում ունես, Կիպրոսում ունես, Ռուսաստանում ունես, որտեղից։ Ինձ էլ ասում են, ժողովրդի թոշակը ո՞նց ես բարձրացնելու, կարող եկայսան, այս բոզի տղեկով։ Ձերի ժողովուրդ։ Սրա խոսքերին հավատացողը, սրանց խոսքերին, ախր որոշակի մարդիկ էլ նստած ուշադիր լսում են, մի հատ էլ ծափ են տալի։ Ուզում եմ հասկանամ, դրանք հավի հիշողություն ունեն, թե իրանց են ոչխարի տեղ դրե, թե իրանց են դրե տավարի տեղ, դու ուր, հային ուր, հայի մտածելակերպն ուր, ես ինչ ես խոսում, ես ինչ ես հել ելույթ ունենեմ, բոզի տղա, պոռնիկ հարցը, որ ընտրությունից ընտրությունա հիշում Ղարաբաղը, դու, որ ասկի Ղարաբաղի անուն չես տալի, բայց խոսում ես ինքնության մասին, դու ինքնության մասին եթե մտածեիր, դու հիմա Ղարաբաղի համար պիտի դրա կոկորտը կրծեիր, քո հայրենիքն է։ Իսկ ոչ մի ձեզ, Վազգենի նման մարդու գլուխը դու ու Սերժը կերակ ձեռեց էլ ծապտալով գերաբլուրից բժիշկը մեջտած, բոզի տղա, հիմա էլ ասում ես ես չի կնեցա։ Սերի ժողովուրդ, սապվեք շեքներս գլուխներս հավայքեք, եթե չեք ուզում պետականություն երկիր կորցնեք, փքեք սրանց պետի մեջ, ոչ լսեք, ոչ վերցրեք, վեճ դրեք, մի մարդու նման, հունիսի 7-ին գնում եք կտրատեղամաս և Ցայնը տալիս եք համար 15 քվեատերտիկին, հնարավորություն տալով, որ ես 15 անգամ սրանցից յուրաքանչյուրին դնեմ ու ծածկեմ բարիս ամենաբուն իմաստով։ Սրանց բոզի տղություններին մի հավատացեք, այդ ֆարսկան, այդ անինքնասեր, անթասիպ, իրենց երեխաների հիշատակն ու արժանապատվությունը ծախած, եթե կնած կարելի է վաբշե ծրող ամանել, վաբշե շանտեղ մի տրեք, ինչ ուզում է թողնեն հաճած։ Այսքանը հարգակներով Ամենայն Հայոց Վարդան Ղուկասյան։